Բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր օրը մռայլ է բացվել, անպամած, եղանակը ուզում է փոխվի։ Մարտի 19-ն է այսօր։ Գրաֆիկով իմ ազատորն է։ Ուզում եմ, որ ամբողջ օրը իմ բաղուբաղջում գործեր անեմ։ Մի հատ մեր շուրջը նայենք, հիանանք իհարկե։ Ինչքան էլ որ օրը մռայլ է բացվում, մենք ենք պայծառացնում, չէ՞, մեր ամեն մի օրը։ Հավերից բաց եմ թողել ու իրանց մար հանգիստ քոջուջ են անում, խոտ են ուտում, հեսա եկան մոտս։ Դե արդեն անցնեմ իմ գործին, շատ գործ ունեմ, շատ մաքրելու գործեր ունեմ։ Շներս էլ են խելոք հանգիստ, իմ հետ պտտվում են, ուր գնում եմ, ներքև եմ գալիս, ներքև են գալիս, վերև եմ գնում, վերև են գալիս։ Ոնց են խաղանում իրար հետ շներս։ Այս գործն անդադ կիսատ ամնում, սիրելի հետևորդներ ջան։ Մանավանդ որ սորտանն եմ, ասի պետք է ես այս գործն ավարտին հասցնեմ ի վերջո։ Մանավանդ որ եղանակն էլ փոխվում է։ Այս հաս փետերը լամինոտի այդ կուրը լցնեմ, հետո այն մի կուրը կտանի, բալկոնի տակը տին տանիլ էլի։ Ռեժինել եմ բերել, ոչխնել եմ բերել, բայց եսի հաս փետ է կա։ Այս հաս փետերը չկեն։ Բարև։ Կոշտերները որ թրված է այդ կոտրեմ, ինա որ չորա, ինա որ փուշ է այս անդերը, էտա էլի, կեշն էտա, գլխարկ եմ դրել, քանի որ նաև ցրտոտ է, համել մազերս աչկերս չի գնում, աբադոտ չեմ գնում, գլխարկը սիրուն, հավակ պխում է, սիրուն փետ արի։ Ոնց ես մնացածը կվառեմ, հա։ Ես ինչ, սիրան եմ սոտ։ Ես մինն էլ հանեմ ու կրակը վառեմ։ Հոդը շուտ եմ վիկացել, դեգիդեք էլի։ Հավա, ջիվա, շներս են, ապահովել եմ, ոչ կոֆե եմ խմել, ոչ մի բան։ Ուտելու հավեսել չկար, մի քիչ գործ անեմ, որ մարդը աշխատում է այդ վաղտ ամեն հավեսն էլ բաց ալում։ Լամինը ստի ուզում եմ վրա վաքեմ, այս կրնինը գեջա, այն հերթը հենց վրա եմ վաքել, ստի արդեն էս ինչքան վաղտ է, այստեղ ցնքու շևերն ասա արդեն լախը չորացած կլի, ստի վրա վաքեմ, ստի գրակը վառեմ, ռեզնով կվառեմ, հեշտ կլի, իհացրին իրար գծեմ, իրար մեջ համոտել է սանդերը, ասմեմ այս տարի էլ ակաց ու փշերը մաքրեմ ու կպրծնում սրանից, դե գիտեք, որ չորացել եմ, մի ես դրա հետքերն է, որ ես հետքերն էլ մաքրեմ է, արդեն եկող տարի և մնացած տարիները հեշտ կլին։ Սիրում, մաքրեմ, որ ցանքսը անեմ էլի, ստեն փողը լավ փողա։ Սյո, այս վրա վաքեցի, էդի մկրատն եմ բերել, սայսը հենց մեմենը, սը հենց կպած է, բայց ես էլ աչոր։ Հավերս էլ աչկիս առաջ են։
Ցենզուր չկա, այնքան խաղաղոր ա բացվել։ Մենակ ծտերս են երգում։ Ծիտել ասում եմ ինձ, սոխակ են սոխակ։ Ոշահավերս են հիմնականում։ Այս թե գիտեք, որ ես իրանց սոխակ եմ ասում։ Ով է, մի քանի հատ սպիչկա եմ բերել։ Մին որ ես գործին մտիկ եմ անում, իձևի աչկս վախում ա։ Ասում եմ Տեր Աստծո էլի։ Բալ դիմես ես քանտերն ես փշեից մաքրեմ։ Ամենակարևորը, որ շաղը վրա չունի։ Ահա չէր էսել։ Եկել ես։ Ուր է հնգերդ։ Այս պիչք է մողը չի։ Այ քեզի բան։ Սենց է էլի, իձևի։ Նա հենց էլ ես տե հավոր կողքերը լավը չի։ Լա ես մինը բերեմ, ես մինն ավելի։ Այս կողքի քուքուրդը լավն է, էլի լցրած։ Թազա սպիչկա է։ 3 հատ թազա սպիչկա են բերել։ Բայց վաղ տլում ա, որ մի քանի չոփ ենք վառում, որ նոր կարա անում։ Ստի կրացած անեմ, սիրել հետևում։ Դե ջան, որ քամին հացնե, որ չոփը։ Չամին վառեցի ստի։ Արդեն գործն աղակ կգնա, խատատ վրա կտամ ես կեցարկը։ Եկար։ Էց որ կրակս կարըմնի, արդեն վրա կտամ ես փետերը։ Կպի։ Ռեզինը կպաղ սիրելիներս, հմի ստին են ստեղ դնել դին, որ Կնա ոչ կետնի կսվի, հանք չի։ Ոտ խաղման է։ Ֆու։ Կարևոր բանն արի։ Ծուխը ծույլ է լավ։ Դե մի անուշկա եմ ասում, այսքան փշերը վրատու։ Բայց մին էլ ախր մի քիչ պեծակալի, որ հանգիստ վրատամ էլի։ Թե չէ որ կրակը լավ չի կպածելում, որ վրա են տալի, ետ հանչում ամ։ Որ գործը շատ ալում, կալիս էլ կողքին կանգնում մտիկ անում, մեր մտկումը 1000 բան ենք մտածում, հետո սուսուփուս շխատում։ Չևս աստիկը տքանա, ես կրան էլ կուհակաս, ես էլ վիրեմ եմ անում, կտրել ու վաղտը առազնացրել եմ, հենց էլ չորացել է։ Տնամ, նստացնեմ, արդեն կպչի։
Շացրել է հետևորդներ ջան, հետա տեղա կրակս ոնց վառեցի, արդեն կարանգել։ Այս դեր ֆտատում չեմ էլ, այստեղ շևերը վրա տամ։ Մի քիչ լավ տեծակալի նոր։ Այս գործը երկար գործ է, էլի։ Մի քիչ գործ կանեմ, հետո այս պահին կարում էլ չեմ զրից անեմ, իշտուզ նադուզ։ Մտքերս մի քիչ խառնամ։ Արդեն օրը որ լավ անցակացել, նույնիսկ մտածեի, որ ձեզ չմիանամ։ Ես իմ դեռ կարում չեմ ասեմ, լա մի քիչ գործ անեմ, տենանք, այն ինչ որ մտքիս դրել եմ, ձեր հետ կիսվիմ դրանով, թե չէ։ Ես այսքան տեղը պետք է մաքրեմ սիրելի հետևորդներ ջան, այս հաստ փետերն էլ որ ջգել եմ, տանին բալկոնի տակը։ Հետո մի քիչ հետո կմիանամ։ Կարևորը որ հանգիստ օրա, սենց մռայլ ամբոտածա, ցուրտա, բայց թե լավ օրա։ Ես կադրից դուրս եմ աշխատում։ Լավ կարանգել, հաստափետերը ջգել եմ, համար եթե դրանից էլ եմ պրծել, կրգնեմ, քիչ առաջ փուշ ունեց մտավ մատս, շատ ահավոր ասիր ափշերը, վարվի կորի, ես աշեղ չլի, սիրել հետևորդներ ջան, կոֆե նստիկը խմենք սորի, ես մին ներ կտրեմ է, գնա գալիս ամենդ հատ խնգարում է, այս են ցաղլում, դե գիտեք որ փշերի ծերա եմ բրախել, անցած տարի իստի ցանքսը չեմ արել, ընդամենը մի տարի եմ բրախել, շատ է չի ելի, շարժ պծայմ ինչ արի փոցխոս, հեսա, քարեր ներդի, մեդ է նտան, ով մի կրանը դնեմ, այդ կուրը քար, այս կուրը քար, քարերի երդիր Հայաստանից, քանի որ արդեն պեծերն էլ էլա, Ափենին իբաժա կոֆեն իստի կեպի, պծառիքն ինձ ուլ էլա, մի քիչ էլ հվակեմ, հետո գնամ տանիցը կոֆեն ջազվի մեջ էլ եկցնեմ ու վերեմ, կամ ասուք էլ ձեր կոֆեի թդայք տեհեք, սոր ես կոֆե չեմ խմել, ես հաժամը մեկին ագալի, կոֆե չեմ խմել, կոֆեն սոր ստիտ եմ խմել, հետ սիրուն մաքրեմ բստի, որ աչքիս եղանակը իմ կրնոցն է, եթե գա էլ թող մտնով գա, որ մնի գործին էլ ախնգար է ոչ,
Սա կարկվնի։ Ես իմ փոց խոստի դնեմ, դեր սրա վրա տալու վաղտը չի։ Այս ինձ մսկի, որ սա չկա չիստի, ծարի որ կգծեմ։ Իք չել կենամ ես բոցը ծուլելի, որ հանգիստ լիմել, ինոր գնամ վերև, կոֆեն վերելու։ Սա քամիկան է, սա կարկնն է։ Բայց կարելի անդիր քաշելու բան կա քաշեմ։ Նոր, մեղվանոցս որ մաքրել եմ, քաշել եմ վերել էտի էտ գադուկումնա։ Դրա տամելի կտքանա, ես իմ կոֆեի պեծերը վիղրաղին կսարքեմ, ես չին վերելից էի վերել, անդրը դեղցան ճղտմերա, ավին խոպոշա, չորացած, այ, ավես խեղտել ու ծուխելավ, մեմեն ասել եմ չէ, այդ պատմությունը թե ոնց են աղվես բրնում, ոնց են աղվես խեղտում, Այս ցիցել ակ բաները, որ մին ակտիվ սնի է, ամեն տենալով մարդը վրա ազդում այլի, ոնց որ փետունըտ մաքուր չլի, նույն բաննա, ոցը ծուլելավ, աղվես խեղտել ու ծուխը, ես ակը գնա, Որս մեն աղվես բրնեն սրել է հետևորդներ ջան, կնմեն աղվեսի բունը գտնում են, աղաքին թանձրը ծուխ են վարում, աղվեսը դուս ապրսնում, թե մնչև նտի կվարվի, մենք մեր կոֆեի թդարիքը պենանք, ոտիս աղաքներ բակնան, որ վեր չգնեմ, գրացինք։ Եկալ սիրելի հետևորդներ ջան, շեղչս ոնց իրերումա, էլելա, գրակը վարվելա, դաժե նստելա, որ գնացի կոֆեն բերելու, տանը մի քիչ մլոր տվի, քանի որ տիկին Անահի տանք գործ են անում, դրուժբով հետ են կտարում, ձայնը լսվում է, չէ, մտածեցի կպրսնեն իրանց գործը, հետո ես կգամ, որ կայնամ ձեր հետ զրից անեմ, բայց աչքիս իրանց գործը երկար ա, հրապս էլ հապնում ա, ոխեն էթել։ Բայց տեզանին ու բրանգին դինա ոչ, ես ինչ դինավել ինգիստի։ Ես ոնց անենք, որ դուք իմ բաժակին, իմ ջազվին չկպչեք, ես ոնց դներ։ Հավերն էլ եկա, այս ենց, ուրեմն մի ձերով պղում եմ, էլ ճար չկա։ Դուք էլ ձեր կոֆեն դրեք, սիրելի հետևորդներ ջան, թե ինչի վրա եք էփում, հավեսով էփեցեք, որ ինձ հետ խմեք ես շամի։ Կշա, պես էր այ հիմարիկ։ Գնա, ինձ է սվորել ինձ։ Լավ մեծ է կա, ես կան յախրոված էլ անել։ Էտ այ, պես աղցիկը չեմ կարա բերեմ ստի, սիրելի հետևորդներ ջան, պամող իրացում էլա։ Դե չես հանգին ու զրանգին, կպչիլ դինելի ես գիդեմ, էդ վերևումն եմ տեղադրել, այս որ մին կոֆեն դնեմ ստի գրակին, կմոտեցնեմ, որ էդ հավես պահով տրամադրվենք։ Այս էլ գեշ ծախում ա։ Օրը լավնա, գեղացի մարդը իրա գործել նանում ասես լավ եղանակի։ Արդեն իմ ջազվի տեղը սարքել եմ, ստի վրին դնեմ։ Ես հակլի, ես ջազվեն, բաղջի ջազվենա, բաղջումը կոֆե էփելու ջազվենա։ Դե գիտեք, էլի հայի խոսքը թարսա հնչումնեմ են, ամին սրել է հետևորդներ ջան, բաժակս ստի քթնքուշևիցը կախանեմ, այն մի պտտվովի կամերա ունենամ, որ դվորը գնամ, կամերան հետը պտտվի։ Ահա,
Այս էս ալերկեն էլ այդ ծառի աչի գահումն եմ դնում հետո գնանք կոֆեին մտիկ անենք կոֆեին մնչև ննդի կլի հավերը ստեհան ինձանից օգուտ չունին գնացին նրա ծելու այդը հենց շները նմանապես Այս էց հավես ձևով ես իմ կոֆեն էփում եմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ մտիկ անենք էլի, էսա կլի, լավ էլ դասավորել եմ երկու հատ հաստ ընձղակոթի վրա, արդեն ինքը շեղչի տաքությունիցը, էսա կոֆեն կեփի, բայց ես մի քիչ հեռանում եմ, քանի որ տաքությունը շատ-շատ է, չվնասի իմ տեսախցիկին ու վերևից հետևեմ։ Ախոս եփեց։ Կամ ես կրանը խմեմ սրելի հետևորդներ ջան, հետերը վրա եմ տվել ընդի ծուխա, դլե լավ ագոն է, որ ծուխը քամին դենն ա բանում։ Ես իմ կոֆեի բաժակը, որ ծառի ճղկնիցը թար եմ արել, աչքիս թաքուն ա էփել, չէ, լավ էլ էփել ա, ես մի քիչ էի լցրել ջուրը, քանի որ գիտեք ասել եմ, կոֆեն ուզում եմ քիչ հացնեմ, բացի կոֆեն սիրելի հետևորդներ ջան, գլխիս ճարը տենալու մար, մի կտոր հաց եմ բերել, ցելոֆոնի տոպրակում ստեղ ա, մի քանի հատ էլ հավի միս էի առել, հավի մուսկուլներ ա, Այն թևի փափուկ տեղերիցն է, արդեն աղ եմ արել տանը, պատրաստել, շամփրիձերն եմ անցկացրել, բայց շեղչը դեռ լավը չի, կոֆես կխմեմ, հետո այս ճղկները վրա կտամ, կտենամ շեղչի եթե լավը կլի, դե որ բերել եմ, կխրովեմ, էդ էլ պեերիվ կանեմ, աշխատող մարդը պետք է նաև հաց ուտե, որ ուժերը տեղն էլի, կարինա գործան է, ես իշտակ համատներս վառում ա, Շարունակում ա եղանակը իմ կողմից մնալ, եթե դուք էլ ձեր կոֆեն էփել եք, խմենք սիրելիներս։ Էփական ա։ Մի քիչ կենամ հովանա, ինչև որ կհովանա, որ մտածում էի, թե ձեր հետ կիսվեմ իմ մտքերով, թե ոչ սիրելի հետևորդներ ջան, ինչև կհովանա, դե մտքերս կիսեմ ձեր հետ։ Այս վերջերս շատ եք ինձ գրում, որ ձեր գրած ջերմ տողերը տեղ չի հասնում, դա ոչ թե իմ անուշադրությունից է, սիրելի հետևորդներ ջան, դա YouTube-յան խնդիր է, ես հարցում էի արել YouTube-ին, պատասխան չեմ ստացել, բայց այդտեղ մենք տեղ ունենք, էջ կա, որ YouTube-ը մեզ որոշ բաների համար տեղյակ է պահում առանց մեր դիմելու, հաճախակի այնտեղ ես նկատում եմ այդ գրառումները YouTube-ի կողմից, որ ասվում է, էլի խնդիրներ կա կոմենտարյաների հետ։ Մենակ այդքանը հարցի լուծում չի տալիս, ինչ որ չի ասում, թե ես ինչ անեմ, ինչ չանեմ, մենակ այդ է ցույց տալի, որ էլի իրենք խնդիր ունեն կոմենտների հետ։ Այսինքն դա ես հենց եմ հասկանում, որ ծանրաբեռնվածությունից է, YouTube-յան ծանրաբեռնվածությունից է, որ ըստ երևույթին կապի խնդիր առաջանում ու այդ գրառումները այդպիսով էլ կորչում է, տեղ չի հասնում։ Ես իմ կողմից ներողամտությունս եմ հայտնում, քանի որ գիտեմ դուք ինչքան եք անհանգստանում, ինչքան եք նեղվում, որ ձեր գրած տողերը տեղ չի հասնում, երևի շատերը մտածում են, որ անտեսում եմ կամ հեռացնում եմ, բայց հարցը դրա մեջ է, սիրելի հետևորդներ ջան, YouTube-յան ծանրաբեռնվածության մեջ է, հույս ունեմ կկարգավորվի, դե գիտեք, որ այս աշխարհի դրությունը ոնց է, երկրները խառն են եւ ամեն ինչ այդ պատճառով խառնվում է, նույնիսկ մտածում եի, որ YouTube հարթակից դուրս գամ, մի որոշ ժամանակ վլոգներ չանեմ, YouTube-ից ուզում եմ դուրս գալ, մի քիչ հանգիստ առնեմ, թե ես եւ թե էջս, չգիտեմ, մտքերս այդ հենց այսօր առավոտվանից խառնվել է այդ ձևով, հետո շատ էի մտատանջվում, նույնիսկ հենց վլոգիս սկզբում չէի կարողանում ձեր հետ կիսվել,
Հիմա ստացվեց, որ ձեր հետ կիսվեմ ու իմ մտքերը ձեզ ասեմ։ Նաև երբ որ մարդը մտքով կիսվում է, սիրտը հանգստանում է։ Ես մի քիչ հանգստացա, բայց գիտեմ դուք անհանգստանալու եք, որ ուզում եմ YouTube-ից դուրս գալ։ Չգիտեմ, իրոք չգիտեմ, սիրելի հետևորդներ ջան, որ այդ խնդրի առաջ եմ կանգնել, նաև այս ռեկլամները, որ մտցրել է YouTube-ը, մանիպիզացրել է Հայաստանի վլոգերների գործերը եւ բոլոր նույնիսկ լուրերի թողարկումը, նույնիսկ երեխաների խաղերի մեջ այդ ռեկլամները կա։ Օրինակ երեք, որ հարևանիս տուն էի գնացել զրուցելու, այնտեղ Վահանիկն էր նեղվում, որ իր խաղերի մեջ էլ կա մցրած, տենց լավ խաղեր կա, հեքիաթներ կա, ասենք նայում է երեխային, դրա մեջ էլ կա այդ ռեկլամները, չգիտեմ, մարդ կա նեղվում է, մարդ էլ կա չի նեղվում, օրինակ իմ հետևորդուհի Տիկին Նարգիզն ինձ գրել էր անցած վլոգում, որ ռեկլամները բոլորը մինչև վերջ նայում է, հաճելի է, շատերի համար հաճելի է, շատերի համար ոչ, նաև դիտումներս է քիչացել, կարծում եմ այդ պատճառով, նաև այն պատճառով, դա արդեն ես իմ կարծիքն եմ ասում, բայց դա ոչ թե զուտ կարծիք է, այլ ես վստահ համոզված եմ, քանի որ YouTube-ը, ասենք, Ռուսաստանի համար սահմանափակումներ ունի, այդտեղ էլ էլի խնդիր առաջանում, շատ հետևորդներ ունեմ, որ էլ չեն կարողանում բառից բուն իմաստով ինձ հետևել, դրանից էլ է դիտումներից քանակը պակասել եւ գրառումները նույնպես այդ պատճառով է, որ հատկապես դրսից եկող գրառումները տեղ չի հասնում եւ ոչ միայն սիրելի հետևորդներ ջան, արդեն իսկ այդ խնդիրը Հայաստանում էլ կա, իմ սիրելի Ժենյան, բոլորիդ ծանոթ արդեն մոտորերս ինձ տեղեկացրել էր, որ իր գրած ջերմ տողերը տեղ չի հասնում, դե ափսոսանքի խոսքեր ենք ասում եւ շատ է այդ ինձ գրում է, Անահիտ Գասպարյանն է գրում, Գոհար Վերմիշյանն է գրում, որ գրառումները տեղ չի հասնում, բայց եթե արդեն խնդիրը եկել է հասել Հայաստան, որ Հայաստանից գրած գրառումները տեղ չի հասնում, այդ պատճառով մի քիչ նեղվել եմ, նեղսրտել եմ, YouTube-ից խռովել եմ, ուզում եմ դուրս գալ, չգիտեմ, կարող եք ձեր կարծիքը հայտնել, չգիտեմ, մի քիչ մտահոգ եմ այդ ուղղությունով, սիրելի հետևորդներ ջան, կոֆեն խմենք ամեն դեպքում։ Այս լավ գործի վրա էլ մտքերս, որ արտահայտեցի, ուղղակի չէի ուզում հետաձգել, չուզեցի տանը նստել ու տխուր ձայնով դա ասել, գիտեք, որ նույնիսկ անգամ տխուր բանը ասելը պետք է նենց ասենք, որ իսկապես, չգիտեմ, էդ էլ լսվի, էլի։ Ես իմ գործով, որ միացա ձեզ, իմ գործն արի ու դեռ պետք անեմ, այսօր ազատորս է, եղանակը լավն է, ամբողջ օրը տրամադրելու եմ, հատկապես այսքան տեղը պետք է մաքրեմ, քանի որ արդեն ես իմ մտքերով կիսվեցի ձեր հետ, սիրելի հետևորդներ ջան, սիրտս մի քիչ հանգստացավ, որ մարդ մի բան իրա մեջ ապահում, իրա սրտում ապահում, մի տեսակ սիրտը ցավում է, չեմ ուզում, որ ոչ մեկի սիրտն էլ ցավա, արտահայտվելը միշտ էլ լավ բան է, այդ մտքին եմ սիրելի հետևորդներ ջան, բայց դեռ վերջնական որոշման չեմ եկել, ոնց ասած, մտածելու ժամանակ կա, դեռ կմտածեմ, ամենայն դեպս դեռևս երեկվանից եմ այդ ուղղությունով մտքերս խառնիխուռն է դարձել, ու հիմա վերջապես կարողացա արտահայտվել համել ամենակարևորը ձեզ տեղյակ պահել, որ ես անտարբեր չեմ ձեր գրառումների հանդեպ, որ մեկը, որ իմ էջում ես տեսնում եմ, պարտադիր ես դա սրտիկում եմ, լայքում եմ, եթե ձեր գրառումները լայքվում է, այդ մեկ հատը ես եմ, եթե շատ է լինում, արդեն մեր ընկերներն են, որի համար բոլորիդ շնորհակալություն, մեկի գրառումը լայքելու համար, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլորիդ,
որ ջերմ ընտանիք ենք ստեղծել, գիտեմ կտխրեք իմ այս սրվիցից, այս պահից, բայց այդ վիճակն է իմ մոտ այս պահին, այդ զգացողություններն եմ ապրում ես, ինձ թվում է նաև կապերի ծանրաբեռնվածությունից է, որ խնդիրներ առաջանում, երբ որ YouTube-ը ինձ տեղյակ է պահում հաճախակի, այդտեղ էջկա, բաժին կա, որ գրում է, ինչպես որ դուք եք կոմենտ գրում, այդ բաժնում ես տեսնում եմ, որ երկու լեզվով, ռուսերենով եւ անգլերենով տեղյակ եմ պահում, որ նորից խնդիրներ կան կոմենտների հետ կապված, բայց դրանից առավել ոչինչ չի թելադրում, թե ինչ պետք է անենք։ Ամեն դեպքում սիրելի հետևորդներ ջան, Աստված առաջ, շարունակեմ ես իմ գործը, կոֆես կխմեմ, հետո որ կրակ կլնի, այս միսը կխորովեմ ու կշարունակեմ գործս։ Իհարկե ձեզ կմիանամ իմ այս գործերով, ինչքան որ հնարավոր է, եւ հենց այսօր մարտի 19-ն է, իմ վլոգը կտեղադրեմ ու ձեզ կհասցնեմ։ Ինձ թվաց ձեր այա թրջում, բայց նաև մեր մոտ ակռավներ կան, երկու զույգ ակռավ են, այս ոնց այս մեկը մեկն է, զույգին կորցրել է, մի խոսքով, ամեն ինչի հանդեպ գիտեք, որ ուշադիր եմ, քանի որ մեծ տնտեսություն ունեմ ու այդ ուշադրությունը շատ խիստ անհրաժեշտ է։ Լինենք նաև միմյանց հանդեպ ուշադիր, սիրելի հետևորդներ ջան, որքան հնարավոր է միմյանց հանդեպ ուշադիր լինենք։ Դե կոֆես խմեմ, հետո կրակին հետևամ, գործս շարունակեմ մի խոսքով։ Ես էլ գնամ նստեմ, նստած խմեմ, սիրելի հետևորդներ ջան, այդ ընթացքում մի քիչ կհանգստանամ, ոնց որ թե տիկին Անահիտանք իրանց գործն էլ վերջացրին, դե ավելի լավ։ Ես էլ իմ գործը սկսեմ, որ ես էլ վերջացնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ միտք ունեմ այդ մի երկու կտոր միսը խորովեմ, այս մի կրանն էլ եմ տանում կրակվարեմ, մտի մի քիչ հաստոտ փետեր եմ դրել, որ շեղչը լավն էլի, միսը խրովի։ Հետո տանեմ այս մի կողքին կրակվարեմ, գործս արագացնեմ։ Այս էլ երկրորդ ռեզինն է, սիրելի հետևորդներ ջան, մի ռեզինը բերի դրի, կրակս հանգավ, չորոքնին վարվեց, հետո հանգավ, այդ գեջերը ետ եմ քաշել, բաց հետ այդ մի կրամն էլ եմ կրակարել, այդ մինը էսա կարկնի, այս երորդ կրակն է, հենց անենք, որ սա էլ վարվի, որ էսա խրոված անելու վաղթն է եկել, ձեռնուսնիս ինչ եմ արել, կարող շները տարան, մին հանել էի շոքեցի, իրանք էլ չեն երևում, որ դե ձեռնոսնից տարել են, քրքրեն ոչ, լայս չոր փշերից վրա տան, Հենց արդեն վարվի, այդ մի երկու միսը կգնամ կխրովեմ, բերերիվ կանեմ։ Սելա չորսայ։ Սկզբից կրակը վառելու մա, դժվարը կպչիլն է։ Ես մինը, գեջա ես։ Տեղցի շայվա,
Հաստատ դրանք իմ ձեռնոցնին տարել են։ Ես էլ ադեղցի չէ, բայց թե ես մի գրաղին դնեմ էլի։ Իսկ թվում արդեն կլի։ Ես էլ քաշեմ, օպայրան բոր դնեմ, և կշերը։ Ես ես դնեմ, ինք կվարվի, կես կլի, հետո առաջ կտամ։ Այսքան գործ եմ արել, դեռևում չի այդ որ գործ եմ արել։ Բայց այդ գրանգրակը լավն արդեն, հավերում է։ Ես էլ կսկսի ես ադրնանալը, մի հատ էլ շիղջին հտերան։ Լավը, ճիշտն ասած սիրել է դեղներ ջան, մի քիչ մլոլ տվի, բաղանիքի մաման խանութ կներ, ասել եմ հետը իզմար լավաշ բեր է, լավ մի քիչ գործ անեմ, որ իմ լավացը լավաշով ուտեմ։ Երեք մոռացել էի, թե ես բերեմ։ Էտել էր մի օրվա մի կտոր հաց էր, ասի հա դելավ հա այդ մի կտոր հացով կբավարարվին, բայց թե որ հարսի կգնել խանութ, էտա բաղտս բերուց, էսա կգա, լավաշս կբերի, գրակը լավնա, էտ ռանքում էլ գործ կանեմ, ես լրի վստի վրա կտամ, բայց մի կադրից դուրս գամ սիրելի հետևորդներ ջան, որ վլոգի մեջ տեղավորվին։ Օրնահատին գնացել է, ժամը 3-ի կրներն է, հրովածը հենց կանեմ, արդեն վլոգս կավարտեմ տենց, բայց թե իմ գործը հո չի ավարտվում։ Կանեմ մի գրակին էր հտել, հա։ Հոց խոժաժ եմ գծում, այլի, ձերոտ որստի չեն, նախ մի անկարգ բան արել են, ձերնոսնիս տարել են, համ էլ կգնամ ձերնոսնիս ման կգամ, կտնամ որ են տարել իմ զանգին, զանգին։ Ես իմ ձերնոսները չկդա, բայց իմ շեղջը էլ էլ, կանին իսը խրոք են, իրանք էլ չկան, կորել են աչկիցս։ Ջուրեղեք, որ անկարգ բան են անում, հետո մի անկյուն են քաշվում, ինձ թվում է այդ վիճակն է։ Դերեք էլ չկա Հանիկի մամա, ես իմի կտոր հացնել եմ դիրունում, հետո շեղջը լավն է, արդեն տանեմ խրով եմ։ 3, 4, 5, 6 կտոր միսա։ Հավ, այսքան հացը կհերիքի, հացն էլ կտաքացնեմ, հացն էլ կթարմանա։ Այս որ ես իմ ունեցած հացը տաքացրի պեծերի վրա, արդեն ուզում էի վայել եմ այս համովությունը, սիրելի հետևորդներ ջան, իրան շրջվեց շամփուրը, իմ լավաշը բերեց հարսիկը, դա Հանիկի մաման, բայց քանի որ հաց տաքացրել եմ, գիտեք էլի, որ հաց տաքացնում ենք, ինչքան է համով ելնում, էտ էլ կվայելեմ, լավաշ տնեմ էտ մի կողմ, դրանից էլ կօգտվեմ, ճրճռան, հավեսով, ես մի կողքը լավ է կարմրել, բայց ես օրինակ լավ չի եղել, այս կենտրոնինը լավ է եղել, իք չել հետևեմ, ես էլ լինի, շեղջը լավ էլ հասցրեց, թե շեղջը և թե ամեն ինչը,
Այսպիսով ավարտեմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան։ Ես իմ հացը անուշան եմ, ձեզ էլ հավեսի բերեցի, խորովածով, տաք հացով և իմ բաղուբաղջի գործերով։ Լավ եղեք, առողջ եղեք և միշտ ուրախ սրտով եղեք։